Ողջույն, Ուն TV podcast-ային տաղավարում է արհեստական ննդեմ բանականի podcast-ը։ Ձեզ հետ է Անուշիկ Գևորգյանը։ Այս podcast-ի շրջանակում քննարկում ենք արհեստական բանականությունն ու նրա զարգացումները, ինչպես նաև նրա ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։ Այսօր խոսելու ենք փիլիսոփայության եւ արհեստական բանականության կապի մասին։ Այս թեմաների շուրջ զրուցելու ենք մասնագիտությամբ փիլիսոփա ԵՊՀ դասախոս Արման Ղարագուլյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղարագուլյան։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ համաձայնեցիք։ Պարոն Ղարագուլյան, սովորաբար այս հարցը այս եթերաշրջանի ընթացքում չեմ տալիս, բայց քանի որ դուք եք եկել մեզ հյուր, չեմ կարող չտալ ուղղակի այս հարցը։ Դուք ո՞նց եք բացատրում, ո՞նց եք մեկնաբանում, ինչ է արհեստական բանականությունը։ Ես թաքուն նայում էի նախորդ հաղորդումները եւ տեսա, որ այդ հարցը կա, ոմանք տեսական են պատասխանում, ոմանք անձնական են պատասխանում, հիմա դուք շատ անձնավորված եք հարց տալիս, որտեղ ես որպես փիլիսոփա եք։ Մի հարց է, որ օգտվում է այսպես ասած բարիկներից արհեստական բանականության, երկրորդը որպես կամ մասնագետ, որը մի քիչ այլ մակարդակ է, որտեղ իրոք, ասենք, տեխնոլոգիան ստեղծողների համար ոմանք ասում են գիտությունների ոլորտ է։ Ոնց արկես, ինչ անես, ինչպես սովորացնես, գեներատիվ ցանցեր, մեծ լեզվական մոդելներ, վերջնական օգտատիրոջ համար դա տեխնոլոգիա է, որը հրաշք է։ Այո, հրաշք է, հրաշքի մասին խոսենք, որտեղ հրաշքի թեման լավ փիլիսոփայության թեմա է, որտեղ իրոք ինքը բացառիկ է, որպես այդպեսին եւ ինքը տալիս է շատ հետաքրքիր product, շատ հավես է, շատ հաճելի է, շատ հետաքրքիր է, շատ մարտահրավերային է։ Այս երկրորդ շերտը, որտեղ տեխնոլոգիայի հետաքրքրությունը ինչ է, որ ինքը չափազանց մարդակերպ է։ Այսինքն լուծում է խնդիրներ, որ նախկինում համարում է, որ միայն մարդը կարող է լուծել, տեքստի հետ աշխատանք, ինչ-որ սեփական նկարների, սեփական տեքստի կազմում, հասկացությունների կազմում, ինչ-որ դասակարգումներ եւ այլ, ուրախանում ենք, նկարներ ենք գեներացնում, երգեր ենք գրում, բայց մի երրորդ մակարդակ էլ կա, որպես փիլիսոփա որ նայենք, հասկացանք տեխնոլոգիայի, որ օգտագործում է, մենք խոսում ենք այսօր յուրահատուկ ֆենոմենի մասին, որը գալիս է, ասած մարտահրավեր նետելու մարդկային, լուրջ մարտահրավեր, որտեղ այդ առումով, Երբ որ ես ուսանող էի, որ խոսում էինք մեքենաներ, համակարգիչներ, դե համակարգիչը ինչ-որ բան կարող է, բայց երբեք մարդկայինի մենաշնորհը, որ մենք ունեցել ենք, այդ մարդկայինի մենաշնորհը երբեք ինքը չի կարողանա խլել, Այսօր արհեստական բանականությունը։ Այսօր ոնց որ թե փորձում է եւ այնպես չի որ չի փորձերը տենց լրիվ ապարդյուն են, որտեվ ինչ որ ոլորտներում, այսինքն այս երեք մակարդակով մենք կարող ենք նայել որպես տեխնոլոգիա, որը ստեղծում է ինչ-որ հատուկ ալգորիթմները, որտեղ եթե շատ པարզ նայենք, բազային էլեմենտը ալգորիթմների որոշակի հաջորդականություն է եւ կարծես թե առանձնակի ոչ մի բան չկա մեջը, որ նախկինում չի եղել եւ այս բումը որտեղում է, իսկ բում մենք ունենք շատ տարբեր ձևերով, շատ տարբեր փիլիսոփայական ուղղվածությամբ մտածողների մասին, որ խոսում ենք, ինչ արհեստական բանականություն է։ Յուվալ Նոյ Հարարին ոնց խոսում է, որ արհեստական բանականությունը մարդկության նոր աստվածներն են լինելու։ Ու գնաց որ առաջ երկրպագում էինք, չգիտեմ, Զևսին էին երկրպագում, հետո մեր աստվածներին, ապագայի աստվածը արհեստական բանականությունն է լինելու։ Նկատում եք այդպիսի բաներ մարդկանց կողմից։ Որոշ տենդենսներ նկատում եմ, բացատրեմ ինչ տենդենսների մասին է, որտեվ Էլի Հարարին պետք է մեջ բերեմ, ոնց ենք հիմնավորում իր փաստարկը։ Բացի այն, որ այսօր շատ հետազոտություններ կան այն մասին, որ մի կողմից արհեստական բանականություն, այսօր զուգահեռ գնում է, մյուս կողմից էլի տեխնոլոգիական sense շատ բում է գնում, քվանտային համակարգիչներ, գերհզոր համակարգիչներ, եւ այսպես ասած տեխնոկրատական մոտեցում ունեցողները ասում են, դե հեսա մարդկության բոլոր հարցերը իրենք լուծելու են։ Ինչ բոլոր հարցեր են լուծելու։ Էներգիայի խնդիր, որտեղից ունենանք անվճար էներգիա, լուծելու են, չգիտեմ,
տիեզերքի ճանաչողության ինչ որ խնդիրներ, հա, սպիտակուցներ են գեներացնում, գյուտեր են անում, բուժելու են հիվանդության բժշկությունների, հա, քասկեղի դեմն են առնելու, ալցհեյմերի դեմն են առնելու, որտեվ երբ որ նայում ենք մենք հեղինակներին, որպես փիլիսոփայ ես նայում, ես տպավորություն է, որ մարդկության առաջ այսօր ծառացած խնդիրները ոնց որ տեխնոլոգիայի պակասի խնդիրներ են, ես չէի համաձայնի դրան, հա, միգուցե տեխնոլոգիան, միգուցե հաշվարկային հզորությունները լիքը բաներ կարող են տալ, բայց ամեն ինչ բերել հանգեցնել է հիմա նոր տեխնոլոգիաներ կգան, մարդիկ մտածելու չունեք, բոլոր հարցերի պատասխանները կլուծվեն, հա, ոնց անես քիչ աշխատես լավ ապրես, ոնց անես լավ։ Այնքան հարցեր կան, որ դժվար թե արհեստական բանականությունը կարողանա այդ ամբողջը լուծել։ Աստվածածման միտումներն եմ, հա, բան անում, որ հեսա, մի քիչ է մնացել, որտեղ որ կոնկրետ տեխնիկական բաներ կային, կանխատեսումներ կային տեխնոլոգների կողմից, որ այսօր ուժեղագույն համակարգերը արհեստական բանականության ամենախելացի մարդու IQ-ի աստիճանով, ասենք կարողանում են խնդիրներ լուծել, դա արդեն շատ հեշտ է։ Հա, ասենք Էյնշտեյնը արկում նստած է, ինչ-որ հարցեր է լուծում եւ կանխատեսումն է, որ մի քանի տարի հետո, ընդորում շատ մի քանի, ասում 10-20 տարի չի, 3-4 տարի, հա, մինչեւ 2030 թվականը, այդպեսին։ Այդ ինչ-որ հատուկ ժամն է գալու, որ հետադարձ չկա։ Ասում ավելին անթրոպիկի տնօրենը վերջերս ասում էր, որ 2026-ին կամ 27-ին արդեն կունենանք AGI, AGI-ը Artificial General Intelligence, այսինքն ոնց որ ընդհանուր արհեստական բանականություն, որ թարգման ենք հայերեն, որը կարողանա բոլոր խնդիրները լուծել այնպես, ինչպես մարդն է կարողանում լուծել։ Այս նշանակում է, որ արհեստական բանականությունը կունենա գիտակցություն, թե դեռ գիտակցության մասին խոսելը։ Չէ, սպասեք, հələ շուտ է նրան հասնում ենք, հա։ Ուրեմն աստվածածման թեման մեկը հասկացանք, հա, բայց բոլոր խնդիրները առաջաղոթում ենք, խնդրում ենք այն առողջություն, հաջողություն, չգիտեմ, լավ եղանակ, խաղաղություն, հիմա ոնց որ վերջ բոլոր հարցերը կտանք կլուծի։ Լավ եղանակն է, արհեստական բանականությունը լուծելու։ Այսօրվա եղանակը լավ է չի։ Դե նայած ինչի համար, հա, բայց դե կանխատեսում անել, կառավարել, հա, ասենց ենթադրում են, նորից ասում եմ, որ հետազոտություն ես կարդում, որպես փիլիսոփա էլի խնդիրը չեն լուծում հետևանքները փոխելով, խնդիրը լուծելը, խնդրի պատճառները պետք է նայել, հա, նախ պետք է նայենք ժամանակակից մարդկություն ինչի հայտնվել են խնդիրների մեջ, որ հայտնվել է, հա, որտեվ տվյալ դեպքում հետազոտությունները այդ ամենի մեջ չեն խորանում։ Երկրորդ կարևոր հարցն էլ կա, այն կանխատեսումներ որ կան, հա, այն բան, հիմա հակաուտոպիստական են գնում, որ Terminator 2-ով գալու են, վերացնելու են, բում կրակելու են, հա։ Դուք հավատում եք դրան։ Սենց Հարարին ավելի գեղեցիկ պատասխան է տալիս, ասում եմ, եթե հաղթի, մեզ հաղթելու է նրանով, որ սիրահարվելու ենք մենք նա ինքը մեզ սիրահարեցնելու է իրեն։ Հա, դա ոչ թե գալու է ճուզելով մեզ կաշկանդելու է, այլ կամաց այս երկրորդ տենդենսն է շատ հետաքրքիր տենդենս է։ Հա, վերջի միտումները, ասենք ֆանտաստիկ ֆիլմերի, երբ որ նայում ենք, որտեղ շատ հետաքրքիր միտումներ կարելի է տեսնել, երբ որ դու սիրահարում ես վիրտուալ մոդելի, ռոբոտի, արհեստական բանականության, որտեղ ինքը ամեն ինչով պատրաստ է քեզ սիրաշահել։ Գիտի պատասխանում, չգիտի հորինի, մենակ դու լավ զգաս, հա, քոզած ձայնով խոսի, քոզած արտաքին տեսքով, քոզած տրամադրությամբ, իդեալական էլի։ Իդեալական զուգընկեր է, հա, որտեղ լիքը մարդիկ կան, շատ լուրջ մարդիկ, որ այսօր ինքը հոգեթերապևտ է, ինքը ընկեր է, ինքը մենակության, ինքը չգիտեմ, դե բոլոր հարցերով, դե ասում են նոր աստվածներ կամաց, հա, գալիս են, այնպես որ հա, մտածելու թեմա կա։ Հիմա երկրորդ այն կարևոր հարցը, հա, Մատ հարց տվեք։ Գիտակցության հետ կապված։ Գիտակցության հետ կապված լուրջ թեմա է։ Գիտակցության հետ կապված ես մի ուրիշ հարց ունեմ։ Արդյոք մենք ունենք գիտակցություն, մենք մարդիկ, որովհետև ես երբ սկսեցի ուսումնասիրել արհեստական բանականության թեման, ու զգացի, որ ինձ տանում է այս թեման, սկսեցի նաև զուգահեռ ուսումնասիրել մարդու ուղեղը, որովհետև սկզբում ստեղծողները փորձում էին մարդու ուղեղի նման ստեղծել։ Իրականում ընդհանրապես այն չի ինչ որ մարդու նենց չի աշխատում, ոնց մարդու ուղեղն է աշխատում, փորձում էին նմանեցնել, բայց մենք շատ հեռու ենք հասկանալու, թե մարդու ուղեղը ինչպես է աշխատում, հենց ամբողջությամբ։ Ու ուղեղը ուսումնասիրող գիտնականներն ասում են, որ տարբեր հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրահանգումներին, որ ոչ թե մենք ենք մեր ուղեղի տերը, այլ ճակերտավոր ուղեղն է մեր տերը, ու ուղեղը որոշումներ է կայացնում,
Հետո մեզ համոզում է, որ այդ որոշումները մենք ենք կայացրել, ու եթե այս համատեքստումն ենք, մենք ունենք գիտակցություն։ Ինքան բարդ տվեցիք, հիմա ես չգիտեմ ինչքան։ Բայց կան չեմ բարդ հարցեր տալու։ Հա, գիտեմ, բայց ունկնդրին եմ նախապատրաստում, որ հիմա բարդ է լինելու, մի քիչ ուշադրություն է պետք, հա, որտեվ դե առաջի հարց ունենք մենք արդյոք գիտակցություն թե չէ։ Ну, ենթադրում եմ, որ ինչ-որ բան ունենք։ Որտեվ այո, իմ ուղեղը գործիք է, հա, ոնց որ իմ մարմինն է ինչ-որ առումով գործիք, իմ մարմինը ունի իր աշխատանքային սպեկտրը, իր հնարավորությունները եւ սահմանափակումները, որտեղ որպեսզի մարմինս նորմալ աշխատի, ես պետքա կոնկրետ ինչ-որ սկզբունքներով առաջնորդվեմ։ Նույնը ենթադրում է, որ կարող ենք ասել ուղեղի մասին։ Ուղեղը ունի իր առանձնահատկությունները։ Հա, այնպես չի, որ իմ ցանկացած փաստը ցանկացած պահին ես կարող եմ հիշել։ Մեր ուսանողների գործը ինչքան կհեշտանար, չէ՞։ Եթե Չտիկա արեցինք, տեքստերն եկան, հա, որտեվ պետքա աշխատես, պետքա կրկնություն լինի։ Այնպես չի, որ իմ ուզած պահին, իմ ուզած ոդքասթի թեմայի վերնագիր ես կկարողանամ անմիջապես հիշել, գեներացնել, ստեղծել, հա, պոեզիա եմ գրում ուզած պահին, ունի աշխատանքի սկզբունքներ։ Ես պետքա դրա հետ հաշվի նստեմ։ Հա։ Այս փիլիսոփայությունից կա, ասում եմ պետքա սիրել ոչ թե մեզ մեր մտքերի մեջ, այլ մեր մտքերը մեր մեջ, հա, որտեղ ոնց որ մի աստիճան վերևել պետք է ալիա բարձրանալ, հա, երբ որ մենք գիտակցությունը հանգեցնում ենք զուտ ուղեղի գործունեության, նման փորձեր 10-19 տարում, այտենց գրեհիկ մատերիալիզմ անունով փիլիսոփայական ուղղություն է, կա կարճատև, որը գիտակցությունը բացատրում էր, այսպես ասում էր, ինչպես լյարդը լեղի արտադրում, այնպես ուղեղը արտադրում է միտք։ Հա, ինչ որ բայց հասկացանք, որ չէ, իրականում շատ բարդ է։ Մի բան հաստատ է ձեր ասած պատմության մեջ, այսօր մենք իրականում շատ քիչ բան գիտենք գիտակցության մասին։ Հա, մենք գիտենք փաստացի ես հիմա գործում եմ, Դեկարտի խնդրին ենք գալիս։ Ես մտածում եմ ուրեմն գոյություն։ Հա, Դեկարտին չէր ասում ես պետքա սկսեմ որ հուսալի տեղից իմ փիլիսոփայական համակարգը, որտեղից սկսեմ արտաքին աշխարհից, կարող է չկա։ Կարող պատրանք է, կարող է ես հիմա մատրիցայի մեջ նստած եմ, հա, այդ թեման շարունակելով եւ անուշիկի պրոյեկցիա տալիս, որտեղ իմ օրգանիզմը պետք է էլեկտրականություն արտադրի, հա, ֆիլմի տարբերակով եմ գնում։ Կարող է ես հիմա հոգեբուժարանում եմ եւ ընդամենը տենդի մեջ եմ։ Հա, ես չգիտեմ, չափորոշիչ չունեմ, բայց Դեկարտը ասում էր, բայց կա մի բան, որ հաստատ է։ Հա, մի բան հաստատ է, այդ իմ ներքին հարց տալու process-ը, որ այդ կասկածելու, մտածելու process-ը, ասում էր, այդ մի բանը հաստատ է։ Այ ես գիտեմ, որ դա կա, ես չեմ կարող դա բացատրել, ես չեմ կարող հստակ մեկնաբանել, բայց ես գիտեմ, որ իմ գոյության հիմքում այդ ինչ որ մի բանը ընկած է, այնտեղից կարող եմ արդեն մնացած կետերը դրանից որոշակիորեն ածանցել, հա։ Սա մի հատ ուրիշ կարևոր խնդիր կա։ Տեսեք, պետք է ընդունենք այսօր տեխնոլոգիայի հետևից մենք չենք հասցնում։ Ընդհանրապես չենք հասցնում։ Ընդհանրապես, որտեղ հա օրի ժամ-ժամի, ասենք որ նայում ես, ասենք շաբաթվա կտրվածքով նույն ոլորտում ինչա տեղ ունենում, մենք որտեղ ենք, մենք փիլիսոփաներս որտեղ ենք, մենք որպես տեսաբանները որտեղ են, հա, այդ թեմայի ոլորտով, որ փորձում ենք կանխատեսել անձի համար, հասարակության համար, մենք առհասարակ չենք հասցնում եւ նույնիսկ կարող եմ ասել, որ տերմինաբանական առումով մենք ունենք այսօր լուրջ խնդիր։ Հա, որտեվ արհեստական բանականություն, ով պոեզիա, ինչ հիացական, հա, դե եկեք այստեղ մի հատ նայենք անգլերենով artificial intelligence, հիմա intelligence-ն ինչ է։ Ինտելեկտ։ Երբ որ Աճարյանի բառարանն ենք բացում 26-ին, 20-ականներին, հա, 1920-ականներին, ինտելեկտը Աճարյանը բացատրում է բանականություն, դե բացել ենք, պետքա թարգմանենք, հա, հայերեն ինչ բառ գտնենք, դե Աճարյան բանականություն։ Իհարկե լեզվաբան է, հարց չկա, իր մեծությունը, բայց ես էլ եմ մի քանի անգամ խոսել եմ այս թեմայով ոդքասթում, որ ես արհեստական բանականություն տերմինի հետ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև բանականությունը շատ ավելի լայն եզր է, իսկ ինտելեկտը մի քիչ ավելի նեղ ու արհեստական ինտելեկտ պիտի, չգիտեմ, ինտելեկտի ուղղակի հայերեն համարժեքը չունենք։ Երևի դրա համար էլ փորձել եմ։ Դե այդպես, հա, այսինքն համարժեք չունենք, մենք օգտագործում ենք խառնաշփոթով, հիմա կամ պետքա գնալ ճանապարհով բաժանել, որտեղ հասկանանք ինչն է կարևոր, հա, ինտելեկտը ինչ է, ինտելեկտը դա մտային օպերացիաներ անելու կարողությունը։
Համեմատություն եմ անում, վերլուծություն եմ անում, դասակարգումներ եմ անում, մտահանգումներ եմ անում, ինչ որ տեքստ եմ տալի, այդ տեքստը կարողանում եմ համակարգել։ Սա ինտելեկտի խնդիրն է։ Ես կարող եմ գերհզոր հաշվիչ ունենալ, տիեզերական հաշվարկներ ունի, բայց ես չեմ կարող ասել, որ այդ հաշվիչը ունի գիտակցություն։ Հա։ Ինչ է գիտակցությունը։ Իսկ ինտելեկտ ունի այդ դեպքում հաշվիչը։ Նայած ինչ ենք հասկանում։ Եթե մենք խոսում ենք ինտելեկտ որպես տեխնիկական կարողության մասին, այո ունի։ Էլի ասում եմ բառը չի նստում, որտեղ բառի առումով մենք սովոր չենք այդ բառերով, հա։ Մենք այդ բառը սովորենք մարդկայինին։ Մենք սովորենք մարդկային ինչի համար, որտեղ ավանդաբար համարվել է, որ այն ինչ որ հեսարան մարզական բանականությունը ավանդաբար համարվել է, որ դա կարող է անել միայն մարդը եւ ըստ էության, քանի որ դա միայն կարող է մարդը անել, տերմինաբանական առումով մենք շատ թեթև ենք եղել, երբ որ այդ հասկացությունները միախառնվել են իրար, հա, ու այդ առումով այդպես շաճարան շատ մեծ սխալ չի գործել, որտեղ այդ ժամանակվա տեխնոլոգիաներ եւ այլն առումով դեպա ուրիշ ինչ 1920-ականներին իրականում հարստական բանականության մասին խոսքեր չկար։ Գոնե 50-ական, գոնե թեորին պետք է հասնենք, որ ասենք ինչ որ ձև, ինչ որ խնդիրներ, հա, մեքենան, որ կարող է մտային խնդիր, որ կարող է մտածել։ Հա, դա ինտելեկտը իրոք այդ մտածելու կարողություն, գիտակցությունը այս դեպքում ինչ է, գիտակցություն, այն գիտակցություն, որ բանականություն այս բլոկով ենք մենք տանում, քո սեփական սուբյեկտիվ իրականությունը զգալու կարողություն։ Ուզեր ունենալու կարողություն, հա, ու այս տեսանկյունից հարց ես կարող եմ ֆորմալ տեսանկյունից ձևացնել իդեալական վարք, հա, փիլիսոփայական զոմբի։ Հա, ես մարդ եմ, ասենց կատարում եմ գործողություններ, որտեվ ենթադրում եմ, որ լիքը խոսած լինելու եք, մանավանդ երկրորդ սերունդ բանն է, սեզոնն է։ Հիմա չգիտեմ, հա, որ շատ չեմ ուզում կրկնվեմ, հա, ասենք կա հայտնի Թյուրինգի թեստը։ Այսօր հայաստական բանականությունը հստակ անցնում է, այսինքն եթե համակարգչով իր հետ խոսես, ինքը ունես կխոսի, որ դու չես տարբերակի մարդը թե մարդ չի։ Բայց կա մի հատ երկրորդ տեստ, որը դերևս չի կարողանում ինքը անցնել, այդ տեստը պայմանական չինական սենյակի խնդիր է կոչվում։ Խնդիրն ինչու՞մ է, պատկերացեք, սենյակ է, կապիկ է, կապիկին սովորեցնում ենք, չինական հիերոգլիֆներ են դրսից գալիս, իրեն սովորեցնում ես, որ եթե այս հիերոգլիֆն եղավ, դու իրան պետք է այս մի տախտակ, եթե գալիս է, իրան պետք է այս մի տախտակը պատասխանես, հա, այսպես հիերոգլիֆներով, ու դրսից մեկը ինչ որ հարցեր է տալիս, ընդեղից ինչ որ մեկը պատասխան է տալիս։ Կապիկ ինչ անում, տեսնում, հա, այս նկարովին պետք է այն նկարով պատասխանել, բայց կապիկը ընդհանրապես չի հասկանում։ Հա, առերևույթ ինքը իրեն պահում է որպես շինարանի լրիվ գիտակ, հա, որտեղ հիմա նարստական բանականությունը հասկանում է ինչ է անում, թե չէ։ Եթե նույնիսկ ինքը խոսում է, որ հասկանում է, որտեղ այդ հայտնի թեմա կա։ Չէ, իրենք չեն խոսում, որ հասկանում են։ Google-ի ինժեներներից մեկը այս վերջի տարիների բաներ հարցազրույց է տալիս լամդա արհեստական բանականության համակարգի հետ, ու ինքը ասում է, որ ինքը կենթանի է, ինքը մտահոգ է, ինքը վախենում է, հա, որ տենց իրան շատ կարող է անջատեն, որ իր միակ միսիան պետք է լինի մարդկությանը օգնել, ծառայել ու հանկարծ այսպես, ու ասում է, դե տեսեք կենթանիությունը, կենթանի գիտակցությամբ Google-ը աշխատանքից ազատում է, այդ մեր ինժեները նաև քրիստոնեական sense ուղղվածություն ունենում, ասում է, եղբայր ծրագիր է, ինքը պահում է իրան այդպես, հա։ Սիմուլյացիա է անում։ Սիմուլյացիա, այո, հասկանանք, սիմուլյացիան թե իսկական չունենք։ Ես այդ գիտակցության հետ կապված հարցը տվեցի, ես ոնց որ արհեստական բանականության մոդելների հետ եմ շատ խոսում, ու որոշեցի մի քիչ էլ իրանց հետ փիլիսոփայել, մեկ էլ գիշերվա ժամականին որոշում եմ, որ պետք է իրանց հետ փիլիսոփայել, ու հարցրի, իսկ եթե օրինակ ինչ որ պահի արհեստական բանականությունը ունենա գիտակցություն, մենք ոնց կարողանանք իմանալ, ու ոնց որ իր այդ ամբողջ պատասխանից եկա այն եզրակացությանը, որ մենք չենք էլ կարողանալու հասկանալ։ Տեսեք, մի թեմա, որ ասեմ, մի քանի տարի հետո պատիկ անկապներ ինքը գերազանցելու է մարդկային ինտելեկտը, հա, եւ ինժեներներից մեկը, հա, այդ ոլորտի տեխնոկրատներից մեկն է խոսում, ասենք, չգիտեմ, խելացի մարդ ինչքան 150-160 IQ ենք վերցնում, ասենք պատկերացնում ենք համակարգ, որ 1000 է հասել IQ-ն,
ինչ անում, մարդիկ դա ասում են, դա խնդրում եմ հերթական ռեֆերատը գեներացրու, խնդրում եմ այս նկարը մի հատ հələ անիմեի ոճով սարքի, հələ մի հատ քերոս ծնունդին հերթական երգը գրի, որ սիրուն ռոքի ոճով լինի, դու անում ես կենացը գրի, խաղում ես, գեներացնում ես, բայց դու հասկանալի է, որ իր տեսանկյունից, իր համար դա ընդամենը խաղալիք է, որ կողքից այնպես ինչ-որ փրշանքներ են տալիս, որտեղ իր ներսում ինչ է կատարվելու, մենք ռեալ չգիտենք, ռեալ չենք կարող հասկանալ, որտեղ այսպես ասեմ, խնդիրը ոչ այնքան այն է գիտակցություն ունի թե չունի, բայց այս խնդիրը դեռ չենք սպառել, հեսա հետ կգանք այդ գիտակցության խնդիրը, որտեղ ինքը ֆիլոսոֆիական մի քանի շերտեր ունի, այլ խնդիրն այն է, արդյոք չի կարող լինել այնպես, որ մենք ուղղակի կկորցնենք վերահսկողությունը։ Անկախ նրանից ինքը գիտակցություն ունի թե չունի, այսինքն որ ինքը ինչ որ պահի կդառնա անվերահսկելի։ Իսկ այդ ինչ խնդիրներ կունենա մարդկության համար, կամ կունենա արդյոք խնդիրներ։ Եկեք սցենարներ, հա, սցենար, բայց բան, խնդալու սցենարը, բան ֆիլիսոփաների կողմից հորինված սցենարը, Նիկ Բոստրոմ ֆիլիսոփան է, ասում է պատկերացեք գրասենյակային սկրեպկաներ, ամրակներ արտադրող գործարանը մի հատ սուպեր համակարգիչ ենք բերում, հա, դնում ենք ու խնդիր ենք տալիս, որ ամեն գնով քո խնդիրը պետք է լինի ամրակների արտադրությունը ավելացնել։ Ու հասնում է այն վիճակին, ոնց բում ֆանտազի է, հա, որ համակարգիչը գտնում է, որ որպեսզի այդ ամրակների արտադրությունը մաքսիմալի հասնի, մարդկությունը երկիր մոլորակից պետք է վերացնում է, գնում է գալակտիկաներ, նվաճում, բերում, սցենար 1, սցենար համար 2։ Ես միամ սցենարներն եմ խոսում, չեմ խոսում ատոմային զենքի կառավարում բան այն վախենալու սցենարներ, այտենց մի քիչ ավելի բան մարդկային սցենարներ։ Այդ մասին կխոսենք հաստատ։ Արհեստական բանականությանը խնդիր եմ տալիս, հա, էկոլոգիայի հարցեր լուծել, հա, կեղտոտվածություն եւ այլ, ես արհեստական բանականությունս իր խորը հաշվարկն եմ դա ընդունում որպես իր գերնպատակն է, ջոգմա էկոլոգիան էս ամենաշատը։ Ով է խանգարում։ Մարդը որ էկոլոգիայի խնդիրը լուծելու համար կամաց պետք է մարդկության վերացնել։ Այդ կամաց-կամացը շատ կարևոր է։ Հա, Ցյուրինգի օրինակը շատ սիրուն է իրական կյանքում, երբ որ իրանք Enigma-ն ջարդում են կոդը, հա, խնդիրը հիմա կարող ենք միանգամից այն առաջի 1-2 հարցակումները, բաները, հա, այտենց անել չեղարկել, բայց գերմանացի կամիջապես կիմանան, եւ Ցյուրինգը ասում է, չէ, դա չպետք է անենք, մենք վիճակագրական շեղումների տիրույթում տեղավորվող ինչ որ բաներ պետք է անենք, որ քիչ, բայց հակառակորդը գլխի չենք նեղում, եկել ասենք մեր արհեստական բանականությունը այդ վիճակագրական շեղումների հիմքում տեղավորվող ինչ որ որոշումներ է տալիս, որ քիչ բերում է մարդկության վերացման, հնարավոր է։ Սցենար համար 3, նա կարելի է սցենարներ շարունակել։ Ես դնում եմ մեծ բիզնեսի կառավարումը վստահում եմ արհեստական բանականությանը, դե բիզնեսը ինչ պետք է անենք, քիչ ծախսեր, շատ օգուտ։ Հա, ինչ անել, մարդկանց քիչ կրճատում ենք, դրանց տեղը դնում ենք արհեստական բանականություն, բոլոր մեծ բիզնեսները արհեստական բանականություն են, արդյունքում ստացվում է, որ բոլոր բիզնեսներն աշխատում են, ոչ մեկ այդ գործարաններում չի աշխատում, այդ բիզնեսում, հա, իսկ եթե ոչ մեկ չի աշխատում, այդ բիզնեսը ինչի վրա պետք է աշխատի, հա, որտեվ վերջերս այսպես է չհասկացա, դա մեմ էր թե իրական հայտարարություններ, որտեվ արդեն էդ էլ չենք ճոգում, հա, ճիշտը սխալից տարբերելը, որ IT կամպանիայի գովազդա բա հերիքա մարդկանց աշխատանքի ընդունեք, հա, չգիտեմ, հա, բանականություն դե լավ չենք վերցնում, ասենք Wun TV-ում նստում է վիրտուալ մոդել 1, վիրտուալ մոդել 2, վիրտուալ մոդել 3, հա, գնացում է, թողարկվում է, այնտեղ վիրտուալ մոդելներն է ձայներ են տալիս, լայքեր են տալիս, հա, ասենց գնաց, հա, այդպես լիքը բաներ կան, հա, բանավեճեր են անում, որտեղ վիրտուալ մոդելները իրար հետ բանավիճում են, այնտեղ մի հատ 5 հատ ուրիշ վիրտուալ մոդել էլ, ասենք, որպես ժյուրի նստած է, այդպես բոլորը անում են, մենք ինչ, հա, մենք չգիտենք ինչ։ Բայց այն գիտակցության խնդրին հետ կանք, հա, այդ մոդելները հասկանալի, հա։ Դες մի հատ լուրջ խնդիր ունենք մենք սրա հետ կապված, հա, այդ խնդիրը այս պահին շատ չի երևում, որովհետև մեզ լիքը բարիքներ է տալիս, հա, հավես բաներ է տալիս, գործը հեշտացնում, հա, բայց խնդիրը ինչու՞մ է, որ մարդկությունը այս մոլորակի վրա միշտ մտածել է, որ ինքը բացառիկ էակ է։ Իր տեղը, հա, Աստված ստեղծեց, 7 օրում արարեց, մարդուն դրեց, ասեց գնացեք, բազմացեք, լցրեք, վայելեք, հա, եւ պատմականորեն այս սկզբունքը մարդ արդարացրել է բնության հանդեպ, կենդանական աշխարհի հանդեպ, հա, ինչ ուզում անում է։ Գետի հուն եմ փոխում, կենդանների տեսակներ եմ վերացնում, չգիտեմ, ես եմ անում, դե ոնց որտեվ ես բարձրագույն էակն եմ, հա, դա մեր ներքին, հա, մեծամիտ է ժամանակակից մարդը, հա, արտակուստ համես, բայց խորքային ինքնության տեսանկյունից
շատ մեծամիտ էակն ենք, որտեղ մենք համարում ենք, որ մենք էվոլյուցիայի էվոլյուցիայի արհեստական բանականությունը եկել է մեր ինքնությանը սպառնում, այսպես ասած։ Հա, բայց դա, տեսեք, այս մի կարևոր էլեմենտ էլ կա, որպեսզի այս վերջին հասնենք, հա, որտեղ նես չի որ ինքնությունը միշտ տոնց եղել է, որտեղ պատմականորեն ասես բաներ կան, հա, ասես 3 ապտակ ստացել է գիտության տեխնոլոգիայի զարգացման հետ կապված, որտեղ այդ ապտակները քեզ մի քիչ գցել են, հա, քո գահից, հա, առաջի ապտակը դա պայմանական կարող ենք համարել Գալիլեյ Կոպեռնիկոս, ոնց տիեզերքի կենտրոնը չեմ, ոնց տիեզերքը իմ շուրջ չի պատտվում, ոնց ինչ-որ ծայրամասում, ինչ-որ ծայրամասի, ինչ-որ փոշահատիկի վրա ոնց, ինչ-որ բան Աստված խառնել է, բա այս արարչագործությունը, բան, հա, մեկ-մեկ սրա ծայրանը ասում եմ, բա մտքովդ չի անցնում, այնքան փոքր ես կարող Աստված քո մասին սկի չգիտի էլ։ Հա հիմա ասեմ, ունկնդրի մոտ ոնց չգիտի, բա չէ որ ամբողջ տիեզերքի բանուգործը թողած, բարու չարի պայքար հենց այս մեր երկիր մոլորակի վրա է գնում եւ Աստված կենտրոնացրել է ու ասած բանուգործ չունի, հա, այտենց մարդկային հասարակություններում որոշումա ճիշտն ու սխալը ով է, հա, բավանդական մեր մոդելներն են, որ նայում ենք, հա, դա մեկ։ Երկրորդ ապտակ Դարվին, ոնց հերիքի տիեզերքի կենտրոնում չեմ, այսինքն ինչա նշանակում կապիկից դու ես առաջացել, ես Աստծուց եմ առաջացել, հա, ինչ կենթանի գենետիկա, ու երրորդ sense մեղը այս պատմության մեջ Ֆրեյդն է խփում, որ եղբայր առաջացել ես, ոչ միայն առաջացել ես, հերիք չի առաջացել ես, նաև քո դրայվը, քո էներգիան եւ այլ ինչ որ ապահովում է, դա իր հիմքով տենց խորը կենթանական է, հա, դե ոնց ինչ, ու ինչ ա եղել ստեղծագործելու, գիտակցություն ունենալու, հա, այդ փրկողակը, այդ մարդկության են վերջի անձեռմխելի ինչ որ բան եղել, դե լավ։ Այն բոլոր հարցերի հետ համամիտեմ, հա, դեռ նորից իմ ուսանողական տարիների թեմաներն եմ հիշում, որ համակարգիչը ունակ չէ ստեղծագործելու։ Հա, հստակ է, որովհետև համակարգիչը առաջնորդվում է այն ծրագրային տիրույթում, որը իրեն առաջարկված է եւ դրանից դուրս ինքը ոչ մի բան չի կարող անել, իսկ ստեղծագործությունը որակապես նորից ստեղծումն է եւ համակարգիչը դա չի կարողանա անել։ Դե էլ սկսենք առաջի այս թեմայով 97-ին, երբ որ Կասպարովը պարտվեց համակարգչին, հա, շախմատը դա ինտուիցիա, երևակայություն, զգացողություն, հաշվիչը ոնց կարող է ինչ շախմատ հաղթել, հաղթեց, հետո գոխաղում հաղթեցին, սենց, հոպ, կամաց շրթունքները կծում ենք, որտեվ այսօր արհեստական բանականությունը գյուտեր է անում, գիտական գյուտեր է անում, բացահայտումներ է անում, ստեղծագործում է, հա, ու կան այնտեղ ներբերանգներ, հա, ինչ մի քիչ գոնե արվեստի ոլորտում մի քիչ հələ այդքան չի արմատավորվել, հա, որտեղ այնտեղ իմաստների խնդիր կա, հա, որտեղ շատ դեպքերում երբ որ դու ընկալում ես, դու ինչ որ բան նաև քեզնից ես ավելացնում, իսկ համակարգչի դեպքում ասում ես, լավ է, բայց համակարգիչն է, երևի թե խորքային իմաստը չունի, հա, այն որ չիմանաս այդ մասին, որ համակարգիչն է գրել, շատ լավ է դու այդ process-ը կաշխատեցնես, հա։ Այդ վերջի փրկողակը, որ եղել է այդ ստեղծագործելու կարողությունը, որ ես, օքեյ, միայն ես կարող եմ, միայն ես կարող, մեկը բառում միայն դու չես կարող, բա ոնց, բա ով է մարդը։ Այս դեպքում, այո, ով է մարդը ու ոնց մարդ մնալ այս արհեստական բանականության դարաշրջանում, էլի, ինչն է մեզ մարդ դարձնում։ Մարդը ոչ թե գերագույն էակ է, մարդը պարզապես կյանքի կտոր է։ Կյանքի դրսևորումներից մեկն է, այս մոլորակի կյանքի դրսևորումներից մեկն է, միգուցե մի քիչ զարգացած է, միգուցե մի քիչ յուրօրինակ է, որտեվ բացի ստեղծագործելուց, այն երկրորդ խնդիրը է գիտակցություն ունենալու, սուբյեկտիվ աշխարհ ունենալու, ապրումներ ունենալու թեման եւս կարևոր թեմա է եղել մարդու ինքնությունը հասկանալու գործում, հա, Դեկարտը, որ Դեկարտ էր, կենթաների դեպքում ասում էր, իրանք մեքենաներ են, հա, խփում ես Շանը խփեցիր ցավի ձայնը անում, այդ կապ չունի, ինքը ցավ զգալու կարողություն չունի։ Հա, ընդամենը մեքենա է, իր ծրագիրն աշխատացնում, խնդրեմ չկա։ Մորթում ես, տանջում ես, այդպես խնդիր չի։ Հա, իհարկե դրա հակառակն էլ է եղել։ Էլի sense հիմա կենթանիներին վերցեցինք, բայց կարևոր է, որովհետև մեզ մոտիկն է մեզ համեմատելու, ինքներս մեզ հասկանալու առումով։ Հենց դրա հակառակ պատմությունը եվրոպական էլի պատմությունն է, sense հետաքրքիր բևեռներով է գնում, այլ Եվրոպայում sense պրակտիկա եղել 9-րդ դարից մինչև գրեթե 18-րդ դարեր, երբ որ կենթանիներին դատել են, մեղադրական մեղադրանք են առաջարկել եւ մահապատժ են ենթարկել, հիմնականում խեղճ խոզերն են
տուժել խոզերին, շներին, հա, որտեղ ասենք, չգիտեմ, լիքը խոզեր գնում են ինչ-որ բան կա մանկահասակ երեխային կերել, ինչ-որ բաներ ա եղել եւ իրանց բերել են կամ քրիստոնեական դոգմաները խախտելու համար, որտեղ սրբազանը հացի նշարը եւ այլ ինչ-որ բաներ է կերել, կենթաններին բերել են, լուրջ դատել են, մեղադրել են, հա, հիմա հարցը կենթանին ունակ է, հասկանում է ինքը կրոնական դոգմաները եւ այլն իր կատարած, այսինքն ի սկզբանե այդ գիտակցելու թեման եղել է համարվել է որ դա զուտ մարդկային, այսինքն, հա, կենթանիներ էլ կան, բայց սուբյեկտիվ իրականություն ապրումներ չունեն։ Բայց այսօրվա ժամանակակից հետազոտությունները ասում են, որ դա այդքան էլ այդպես չի։ Կան հստակ տեստեր, կան բաներ, որ կենթանիները մի քիչ այլ ձև, մի քիչ պարզունակ մակարդակում, բայց կենթանական աշխարհում չասեմ համատարած, բայց կան հստակ փաստարկներ, որ կենթանիները եւս իրենց գիտակցում են որպես ինքնուրույն սուբյեկտիվ իրականություն ունեցողներ, հա։ Կոպիտ ասեմ, որպեսզի դու տառապես, պետք չի որ շատ խելացի լինես։ Հա, ու շատ խելացի լինելը ինտելեկտուալ դեռ չի նշանակում, որ ավտոմատ կերպով դու նաև հուզական ապրումներ, հուզական զգացողություններ ձեռքբերելու կարողություն ես վերցնում։ Այն սկզբի հարցը, որ գիտակցություն ունենք թե չունենք, փիլիսոփայության մեջ այս գիտակցության բարդ խնդիր կա, որ ձևակերպում է այսպես լավ, ինչ որ համակարգ է, հասկացա, արտաքին աշխարհը ազդում է։ Ինչպես է հնարավոր առհասարակ սուբյեկտիվ փորձառություն ունենալ։ Չգիտենք։ Ինչա լինում, որ ես ունեմ սուբյեկտիվ փորձառություն, ես ունեմ ապրումներ, հա, ոնց է այդպես լինում։ Հա, մենք այդ հարցի պատասխանը չգիտենք։ Հա, ունենք, աշխատում ենք, գործածում ենք, բայց բացատրելու տեսանկյունից մեր հաշվարկային հզորությունները չեն բավականացնում։ Ու հենց այդ սուբյեկտիվ փորձառությունն է մեզ դարձնում մարդ։ Ըստ էության առաջնային սուբյեկտիվ փորձառություն։ Հա, այն կարևոր բաներից մեկը, հələ փորձում եմ ես բան անել, հա, փրկել մարդուն։ Այս բանին, հա, այս բանին փրկելու, հա, որտեվ իհարկե գնում է խոսքը, որ հեսա այդ general artificial intelligence եւ այլ, որ սարքեցինք եւ այլ, որտեվ առանձին super intelligence-ի մասին։ Հա, շատ արդեն ինչ-որ մոտ ալնելու, բայց այստեղ մի քանի էլի հարցեր կան, հա, եկեք այսպես չբացառենք։ Հա, որտեվ հակառակ բևեռն էլ ես չեմ ուզում, որտեվ հակառակ բևեռը ոնց է գնում։ Դե այս պահին sense երկու հակադրի սկզբունքներ, հա, տեխնոլոգների մոտ գնում է այսպես։ Մենք հանձինս գիտակցության խոսում ենք ֆունկցիայի մասին։ Հա, եթե այս ֆունկցիան կատարում եմ, կարևոր չի կրիչը։ Հա, որտեվ եթե կրիչը պարտադիր միսուարում պետք է լինի, այստեղ էլ խնդիր ունենք, այսօր բիոտեխնոլոգիան այնպես է զարգանում, արհեստական մկաններով վերջի արհեստական բանականությամբ անդրոիդի գեներացում, հա, կարողացել են գեներացնել ուղեղի ինչ-որ պարզագույն ինչ-որ մոդել, որ որոշակիորեն ընդունակի է ռեցեպտորներից ազդակներ ընդունել ու ինչ-որ պատասխանել եւ այսօր, ասենք, մասկի այնտեղ չիպեր է խփում տեսողության խնդիր ունեցողներ, որտեղ այդ բնականի եւ տեխնոլոգիական, ես բանական չեմ ասում, բնական եմ ասում, հա, բնականի եւ տեխնոլոգիականի ոնց որ սահմանը կամաց գնալով լողոզում է եւ այդ տեխնոլոգիաները ոնց են ներկայացնում, ասում են դե գիտակցությունը ֆունկցիա է, կապ չունի գրողը եւ էլի քանի որ մենք մարդկային գիտակցության գաղտնիքը չգիտենք, դա ինչ է մեզ ոնց ենք նայում տիեզերքի, երբ որ ողջ պրոյեկտն ենք նայում տիեզերական մատերիայի բարդացման ինչ որ մի աստիճանում մեկ էլ հոп հայտնվում է գիտակցություն։ Ինչի է հայտնվում, ոնց հայտնվում, ինչի է աստիճանում, հա, հարցերի պատասխաններ չկան։ Եվ այսօր IT մասնագետներն ասում են, դե մենք կարողանանք բավականաչափ բարդություն ստեղծենք, հա, տեղեկատվական տվյալների, չափորոշիչների, որ համակարգի ինչ որ բարդության, եթե հասնի, մենք կվերցնենք եւ ըստ էության միանգամից մենք կարող ենք խոսել արդեն գիտակցության մասին, որտեղ դա սովորական տիեզերքի պատմությունն է, որ նայում ենք, հա, երբ որ ես որպես փիլիսոփա մտնում եմ գիտակցություն եմ փորձում բացատրել իմ ուսանողներին, ավանդական տեսանկյունը որն է, որ կա արտացոլում մատերիայի համընդհանուր հատկություն է, տարբեր ոլորտներ մատերիայի համակարգի իրար վրա ազդելով հետքեր են թողում, այդ հետքերը տարբեր մակարդակներում տարբեր անկենթան աշխարհում մի բան է, պարզագույն կենթանական աշխարհը մարդու մակարդակում է, ասես լրիվ ուրիշ բան, հա, ես ըստ էության շարունակում եմ այդ ֆունկցիոնալիզմի գիծը։ Հա, երկրորդ տեսանկյունը, որ սուբստրատի վրա է դնում, բանի էության, որ չէ, մենակ մարդը կարող է ունենալ, որտեվ դա մենակ մարդուն է տրված, ինչի է մենակ մարդուն տրված, ոչ մեկ չգիտի։
հա, իրականում պետք է հասկանանք, որ երկու տեսակետերն էլ հնարավոր են։ Մի կողմից հնարավոր են, մյուս կողմից ինչ որ միգուցե այդ վիճակում այնպես խիստ ծայրահեղացված դնենք, որ կապ չունի, դե հիմա ասած թող լինի թվային ուղեղ կամ այնտեղ դրեցինք խիստ մարդկային, այնպես որ իմ ասելիքը որպես փիլիսոփա ինչ է, մտահոգություն ավելի շատ, հա։ Տեսեք, էվոլյուցիոն տեսանկյունից մարդ տեսակը իր պատմության մեջ ցանկացած նոր անծանոթ բան տեսնելիս առաջի ռեակցիան որն է։ Վախը։ Վախ, զգուշավորություն։ Ինչի որտեվ չգիտես կարծես ինչ ա գալի, վայ չես նայում, վայ էս ինչ կենթանի, հələ մատը ստանեմ բերանի մոտեցնեմ, տեսնեմ կծում է, չես անի, չէ՞, վայ էս ինչ տարօրինակ փուշ է, հələ տեսնեմ, հա, դաս քիչ, զգուշավոր, կամած այսպես, հա, ինչ տեղի ունենում այս ոլորտում։ Բում, գրկաբաց, սենց թառանք ու սենց վայ մի հրաշք, վայ մի տեխնոլոգիա, վայ չգիտեմ ինչ, ու սա ամենավտանգավոր դրվագներից մեկն է, որտեվ այն ինչ ուզում եմ ասել այդ նախորդի հետ, հա, այս պահին միգուցե եւ այդ խիստ ասած այդ բանականության, գիտակցությամբ մեքենաների հարցը դերևս այտենց մի քիչ ավելի հեռու ապագայի խնդիր է, հա, նո OpenAI 30-ը ասում, ես այդքան չէի անի, դեպ սիմուլյացիոն հաստատ կլինի։ Չենք բացառում, բայց նաև այնպես այս պահին շատ խիստ հավանական, շատ խիստ մոտիկ չի, հա, ավելորդ հայփել չենք դնում դրա մեջ, հա, այսինքն այդ միջին այդ զգուշավորության աստիճանը, որ ցավոք սրտի չի երևում, հա, ընդ որում դա թե խոսքը գնում է թե առանցին օգտատիրոջ մակարդակում, հա, ինչա, ոնց է, ինչպես է, որտեղ արտադրիկը սոցիալական լիքը խնդիրներ են գալիս, հա, եւ թե գնում է նաեւ ասես մեծ հասարակական շրջանակներ, որտեղ շատ տարօրինակ զուգահեռ է գնում, երբ որ ատոմային ռումբի ստեղծման պատմությունն ենք նայում, հա, բոլոր գերտերությունները մեկ է լցվեցին ատոմային ռումբի վրա, այնտեղ այդ ներքին թեմաներից մեկը հետեւյալն էր, ես գիտեմ, որ շատ վատ է, բայց եթե ինչ որ մի պետություն պետքա ունենա այդ զենքը, ավելի լավ է այդ պետությունը լինեմ ես։ Հա, դե ոնց, բա թողեմ գա վատա չանեմ, բայց Գերմանիան, Ռուսաստանը, Ամերիկան ու սենց այս ողջ ասենք 20-րդ դարի ռազմական մրցավազքը։ Հա, հիմա մոտավորապես նույն վիճակն է հարստական բանականության ոլորտում։ Ես գիտեմ, որ միանշանակ չի, ես գիտեմ, որ հետևանքները այտենց այս պահին լրիվ կանխատեսելի չեն, հա, չենք վախեցնում, բայց լրիվ կանխատեսելի չեն, իմիջիայլոց վախեցնողներ կան։ Մի հետաքրքիր դիտարկում էլ անեմ, ինչքան որ ես ոլորտին եմ նայում, հենց մի քիչ հակասական է իմ մոտ վախեցնողների թվում պետքա որ ավելի շատ փիլիսոփաներ լինեին, լայն առումով փիլիսոփաներ, հա, այտենց հասարակական այդ մակարդակում գործողներ, այն պոզիտիվ տրամադրվածների թվում պետք է ավելի շատ տեխնոլոգներ լինեին, բայց հակառակն է, հակառակն է, հա, տեխնոլոգները այն բանը, don't look up-ի պես, հա, այտենց տեխնոլոգներ կան անընդհատ ժողովուրդ զուշացնում է, մոգովդատ, հա, եւ այլ, հա, մեր ոլորտում ունեց հանգիստ ենք, չգիտեմ, հա, այդ հանգստությունը ուղղակի կարող չգիտենք, չենք հասնում, կամ հա, այնպես ինչ որ բաներ, որ արհեստական բանականությունը կլուծի մեր բոլոր խնդիրները, այո, հա, այդ մասին խոսեցինք ու նայում ես ինքը ոնց որ այնուամենայնիվ ավելի շատ փիլիսոփայի, քան ավելի շատ ինժեներ, թվային ինժեներ, հա, այստեղ որ ասում եմ, ինչ որ սխալ է գնում։ Հա, չգիտենք, ինչի կարող է իրականում մենք լավ չենք հասկանում, դրա համար մենք չենք ամբողջությամբ գիտակցում, իսկ թվային ինժեները շատ ավելի մոտ է կանգնած։ Միգուցե։ Եվ այնուամենայնիվ հասկանում է, բայց այն ինչ որ տեղի է ունենում այսօր աշխարհում, ասենք այդ հարցի հետ կապված, որ բոլորը հսկայական ինվեստիցիաներ ամեն մեկ ունենա մրցակցություն, որտեղ եթե դու առաջինը չես, ուրեմն դու այդ ոլորտում չես, հա, բայց պետք է առաջինը լինես, հա, որտեղ շուկա, բիզնես եւ այլ, ասես մի հատ շրջան է ստացվում, կամ պետք է առաջինը լինես, կամ դուրս ես ընկնում, առաջին լինելով ինչա լինելու, չգիտենք ինչա լինելու, ինվեստորներ, բաժնետոմսեր, այսպես, ու ստացվում է, որ մարդկությունը ինքը իրեն այս պահին արդեն գերի է գցել ու դուրս գալու Ես չգիտեմ, պոզիտիվ սցենար քննարկել եք ձեր շարքերում, տենց ինչ որտեղ։ Հա, քննարկել ենք։ Հետո ես ձեզ կասեմ կլսեք։ Իսկ այդ մեզ շատ վախեցնող, այսինքն ձեզ վախեցնող արհեստական բանականությունը ձեզ հարց ունի, հենց իր հարցով էլ երևի սահմանափակենք։ Հələ։ Ինչպես կարող է փիլիսոփայությունը օգնել մեզ կիրառել արհեստական բանականությունը որպես միջոց խորացնելու մեր ինքնաճանաչողությունը։ Վաու։ Հա, չէի սպասում, խլացիացել են, հա, չէի սպասում, որ արհեստական բանականությունը
կտանի դեպի ինքնաճանաչողության թեմա, որտեղ սովորաբար հասարակություն, տեխնոլոգիա, բարգավաճում, այն Ստիպեցի որ տանի ինքնաճանաչողություն։ Դա հաստատական բանականության մեծ դերությունը ինչա, որ կողմ սեղմում ես, այն կողմ գնում է, ուզեցել ես այս սիրաշահել, հիմա ինքը կիսում է այդ միտքը, չի կիսում, չգիտենք։ Չէ, ես ասել եմ, որ իրեն հետաքրքրող հարց տա։ Ու ասել եմ ինչ թեմաներով կարող։ Տեսեք, այստեղ պրոբլեմ կա, հիմա մեր ընկերոջը պատասխանեմ, որ իրականում ինքնաճանաչումը process է, որ ինքդ պետք է անես։ Սկսենք սրանից, հա։ Ու արհեստական բանականությունը քեզ այստեղ չի օգնի։ Դե գիտեք, արհեստական բանականությունը ինչ դեր կա։ Պատկերացրեք, ես բաժակ թե կա, որ ես պետք է խմեմ։ Հիմա այս արհեստական բանականությունը ինչով ինձ կարող է օգնել, որ ես այս գործը անեմ, հա, որ ես հասկանամ ինչա թե է, ինչա ջուրը, ինչա սառնությունը կամ տաքությունը, այդ զգացողությունը, հա, որտեվ արհեստական բանականությունը կարող է ինձ մոտիվացնի այն փուլում, որ դե գիտես, այս մոլորակում, այս չգիտեմ, այս իրավիճակում դու բայց տեն չի գնում, հա, որտեվ որպես փիլիսոփա ես էլ նայում եմ, ասենք նույն արհեստական բանականության թեմայով, դե հիմնականն այսօր վախը ինչ է, որ վաղը ես մնալու եմ առանց աշխատանքի, դու ըստ այդմ ինչ է, որտեվ արհեստական բանականությունը գալու է այնտեղ սկսելու է աշխատել ու այնտեղ հուսադրողն ինչա որ դե ժողովուրդ, հա, եթե մնաք առանց աշխատանքի, ոչ թե որտեվ արհեստական բանականությունը ձեր տեղ եկել, այլ ձեր տեղ եկել է ինչ որ մեկը, ով օգտագործում է այդ գործին, հա, դա ստանդարտ սխեմա, լավ, վախենալ չկա, կարևորը գնամ աշխատեմ, սովորեմ, այսպես, ու այդ թեմայի շրջանակներում, հա, հարցեր, իսկ ընդհանրապես ժամանակակից մարդը ինչ պետք է ինքնաճանաչմամբ զբաղվի։ Հա, որտեվ հիմա լրիվ փիլիսոփայություն եմ մտնելու, հա, որտեվ այսօրվա ժամանակակից մարդու գերակայությունների շարքում ցավոք սրտի մենք պետք է ընդունենք, որ ինքնաճանաչողությունը լավագույն, ես չգիտեմ, իսկի տասնյակի մեջ էլ եւի չի մտնի։ Հա, որտեվ այսօրվա քաղաքակրթական, մշակութային, սոցիալական այդ իրողությունները գործեր, հաջողություններ, նվաճումներ, ձեռքբերումներ եւ մենք մեր սեփական ռեալիզացիան գնահատում ենք առավելապես արտաքին ձեռքբերումների քանակությամբ։ Որտեւ ինքնաճանաչումից հրաժարվել, ես փակում եմ այս համակարգիչ, գնում եմ քարանձավում, նստում եմ, ասած 2 ամիս ես փորձում եմ հասկանալ ով եմ, ինչ եմ, ոնց եմ, որտեւ տեղեկատվական այդ գերբեռնվածությունը ուղղակի տեղ չի թողում, որ դու ժամանակ ունենաս եւ այդ ժամանակը ուղես դեպի ինքդ ներքին քեզ, հա։ Ինչով կարող է օգնել, այո, կարող են հարցեր լինել։ Ինչ որ ուսմունքների հետ կապված, որտեղ ինքնաճանաչողությունը այսպես տեմպես գնալու է հոգեվոր ուսմունքներ, այդ հոգեվոր ուսմունքների ըմբռնում, հասկացում եւ այլ, բայց նորից այստեղ մենք ծոր պատճառ ու հետևանքը տեղերով խառնում ենք, որտեղ խնդիրը ոչ թե հետևանքները մեղմելն է, խնդիրը պատճառն է, որտեղ հիմա հարց արհեստական բանականություն լսում ես մեզ կարելի է այնպեսի համակարգ ստեղծել, որը մարդկանց մղի ինքնաճանաչման։ Ենթադրում եմ կարելի է, բայց այդ համակարգը մի քիչ ուրիշ ձև է գործելու, քան այսօրվա ներկայի համակարգը, որտեղ այսօրվա ներկայի համակարգը պատրաստի պատասխաններ, իսկ ինքնաճանաչումը անպայման պետք է ներքին ծարավի ինչ-որ զգացողություն լինի, այսինքն ստեղծել համակարգ, որ մի քիչ քեզ այդ կիսատության, այդ մի քիչ թերիության, այդ զգացում անընդհատ, որից դրդվելով գնաս, հա, բիզնեսի տեսանկյունից դա ձեռնտու չի, բայց լավ գաղափար ասացիք, եթե ես փիլիսոփա լինեի, փիլիսոփա եմ, եթե ես հնարավորություն ունենայի ստեղծել, հա, որտեղ այսօր նայում ենք, այսօր ռեգիոնալ, չգիտեմ, ազգային չինացիք իրենցն են ստեղծում, ռուսները հիմա իրենցն են ստեղծում, դա եվրոպականը իրենն է, որտեղ այնտեղ լուրջ հարցեր կան, մանիպուլյացիայի հարցեր կան, հուսալիության կա, ինչ ինֆո է տալի, ոնց է տալիս, հա, չափորոշիչների խնդիր կա, որտեղ նորից վերջնական օգտատիրոջ տեսանկյունից ամեն ինչ շատ պարզ, շատ հանգիստ, շատ դրական է, բայց հետևում ինչ կա, հա, դա այդքան միանշանակ չի, որտեղ լիքը հարցեր կան, լիքը պատմություններ են եղել, գիտեք, այդ չար արհեստական բանականության թեմա եղել, դե եկի մանակ այդ ամեն ինչը, որ այստեղ իրոք խնդիր է գալիս, այ կարելի է այդպիսի բան ստեղծել, բայց այդպիսի համակարգեր կան, մենք հեսա կավարտենք ոդքասթը, ես ձեզ ցույց կտամ մեկը ու այդպիսի էպիզոդ էլ ենք ունեցել, մեզ լսողներն ու դիտողները, ովքեր դեռ չեն դիտել, կարող են դիտել մեր 11-րդ էպիզոդներ, եթե չեմ սխալվում, Deep Foundry մասին, ձեզ հետո կպատմեմ ու երևի այսքանով ավարտենք
Շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար։ Շատ շնորհակալ եմ հրավերի եւ շատ հետաքրքիր զրույցի մեր համար։ ընկերոջից շնորհակալություն հայտնենք։ Անպայման։ Ես իրեն կփոխանցեմ եւ ձեր պատասխանը եւ շնորհակալությունը։ Փոխանցեք, հետո հաջորդն էլ է, շարունակությունն էլ է հետաքրքիր դիալոգի, այնպես որ ակնկալում եմ որպես Լավ, դիալոգն էլ կուղարկեմ ձեզ։ Մի քիչ տանջեք իրեն էլի, այնպես շատ պարզանակ բաներով թող չլողոզի։ Հարգելի լսողներ եւ դիտողներ, այսքանով ավարտեցինք այսօրվա ոդքասթը, խոսեցինք արհեստական բանականության եւ փիլիսոփայության կապի մասին, պարզեցինք, որ ինքնաճանաչողության խնդրում արհեստական բանականությունը կարող է մեզ օգնել, բայց ինքնաճանաչողությունը զուտ մարդկային երևույթ է։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։